Սիրով զբաղվելուց հետո լաց են լինում։ Տղամարդկանց համար դա իրոք շոկային է։ Պահպանակի միջի բիոմատերիալը տղամարդու հետագայում պիտանի է բեղմնավորման համար։ Դրա բեղմնավորման ունակությունը, ֆերտիլությունը չափազանց ցածր է։ Արդյոք ֆլիրտի հիմնական նպատակը արդյունքում ունենալ սեռական հարաբերություն։ Հիմնականում տղամարդկանց մտածողության կերպը շատ ավելի մարմնական է եւ նրանց մոտ այդ ֆլիրտային փոխհարաբերությունները ենթագիտակցական եւ գիտակցական մակարդակում ավարտվում են, իրենց պատկերացումներում, իրենց սպասումներում ավարտվում են սեռական հարաբերությամբ։ Տղամարդու համար կինը քիչ հետաքրքրություն է իրենից ներկայացնում, երբ նախաձեռնողն է դառնում։ Մեր հայ տղամարդու հոգեկերտվածքի առանձնահատկություններից ելնելով տղամարդուն սկսում է դուր չգալ կնոջ նախաձեռնողականությունը ինձի մերձեցում սկսելու։ Ասեմ, որ հետագայում արդեն տարիների ընթացքում նրանք փոշմանում են այդ բանի համար, որ իրենք կնոջը որոշակիորեն իսկ կնոջ համար դա մտնում է իր հիշողության մեջ եւ ինքը ել կյանքում չի նախաձեռնում։ Եթե անհատը ունակ է բարձրանալու երկու հարկ աստիճաններով եւ չի ունենում արտահայտված հեվոց կամ որևէ շնչառկերություն կամ սերտային ամբարություն, ապա նա կարող է ունենալ սեռական ակտիվություն։ Հետո յուրաքանչյուր մարդու մոտ տարօրինակ զգացողություններ է առաջանում։ Ավելի շուտ դա տարօրինակ է թվում դիմացինին, որովհետև դրսևորումները կարող են լինել տարբեր։ Ինչ կասեք, եթե ասեմ, որ շատ հաճախ մարդիկ սիրով զբաղվելուց հետո լաց են լինում։ Ինչու փոշմանեցին, հաճելի չէր, հիասթափվեցին, որն էր պատճառը։ Պատճառը ֆիզիոլոգիական է, նաև հոգեբանական, եւ սա ամենևին էլ չի նշանակում, որ այդ մարդուն նա չէր սիրում կամ մտափոխվեց, ոչ։ Եվ ուրեմն, ինչ զգացողություններ ու վարքագծեր են լինում կամ ավելի ճիշտ հանդիպում սիրով զբաղվելուց հետո տարբեր մարդկանց մոտ։ Այսօր այս մասին եմ խոսելու բժշկական գիտությունների տեխնացու դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, սեքսից հետո լաց է լինում։ Աղջիկ ջան, քո ցանկությամբ էր, դու էլ էիր համաձայն, ինչ ինձ էլ չես սիրում, լացը չի դադարում, որդովմունքը մեծանում է։ Ինչ է սա։ Ահա այս իրավիճակը իրապես զույգի համար չափազանց խնդրահարույց է, ինչը որովհետև ամուսնու մոտ առաջացնում է հակասական վերաբերմունք կնոջ նկատմամբ, արդյոք ինչ որ մի բան ճիշտ չի արել, ինչ որ մի բանով նեղացրել են նրան, կամ միգուցե ֆիզիկական որոշակի խնդիրներ է առաջացել, բայց այդ զգացումը, անհասկանալիության զգացումը մնում է երկար ժամանակ, մինչև որ կինը կարողանում է ինչ որ կերպ հիմնավորել, բայց հաճախ նա ինքը չի հասկանում, թե իր հետ ինչ կատարվեց, որպեսզի կարողանա դա հիմնավորել։ Սա ըստ էության բժշկական տերմինոլոգիայով կոչվում է post-coital dysphoria, այսինքն հարաբերությունից հետո դրսևորվող տրամադրության եւ էմոցիաների անկում կամ էմոցիաների հորդանք, որը որ կարող է առաջ բերել լացի, զայրույթի, տրամադրության խորը անկման, դեպրեսիվ վիճակի կամ որ այլ էմոցիոնալ դրսևորումներ։ Կոնկրետ լացը, որովհետև շատերին է սա անհանգստացնում եւ ավելի շուտ ոչ թե այնքան շատերին, այլ որպես դրսևորում է տարօրինակ։ Ընդունենք, երբ սիրով զբաղվելուց հետո զուգ ընկերոջ ճնշումը բարձրանում է, մյուս ընկերը չի կոմպլեքսավորում, բայց լացի պարագայում կոմպլեքսավորում է։ Արդյոք միայն կանայք են լացում սիրով զբաղվելուց հետո, թե տղամարդկանց պարագայում նույնպես եղել են դեպքեր եւ ինչ է հոգեբանորեն սա նշանակում։ Ասեմ, որ ընդհանուր առմամբ գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել այս երբեմն կազուիստիկ երևույթի բացատրման համար, որովհետև իրապես սա զույգի համար ինչ որ մի էմոցիոնալ անհասկանալիության իրավիճակ է ստեղծում։ Տեսեք, գիտնականները բացատրում են հետևյալ կերպ, որ հարաբերության ամենակուլմինացիոն շրջանից հետո տեղի է ունենում կտրուկ հորմոնների դոֆամինի եւ սերոտոնինի կտրուկ անկում, եւ այդ անկման ֆոնին կնոջ մոտ կարող է էմոցիոնալ դատարկության զգացողություն առաջանա։ Եվ շատերը նաև բացատրում են այն հանգամանքով, որ տվյալ կնոջ մոտ հնարավոր էր նախկինում ունեցած լինի անհաջող որոշակի սեռական փորձառություն, որը որ իր ենթագիտակցության մեջ թողած լինի այդ հետքը, եւ ահա այս պարագայում, երբ որ դրսևորվեց եւ ինքը իր մոտ արդեն առաջացավ հետ օրգաստիկ այդ դիսֆորիայի երևույթը, նրա մոտ սկսում է դրսևորվել այն
հիշողությունները, որոնք որ վատ փորձառությունը, որոնք որ նա ունեցել է։ Մեկ այլ տեսանկյունից կնոջ մոտ հնարավոր է որպես մինչև այդ ունեցած իր այն սխալ պատկերացումները, որ ինձի մերձեցումը դա ճակերտավոր կեղտոտ երևույթ է, արգելված երևույթ է եւ դա իր ենթագիտակցության մեջ այդ խորը հետքներ թողել, հիմա այս պարագայում կարծես ինքնամեղադրման այդ ինքնակննադատման դրսևորում լինի այդ լացը, որը որ կարող է արտահայտվել տարբեր կերպ եւ տարբեր ուժգնությամբ եւ տարբեր ինտենսիվությամբ։ Ասեմ, որ տղամարդկանց մոտ էմոցիոնալ դրսևորումները այդչափ արտահայտված չեն եւ տղամարդու էմոցիոնալ դրսևորումները շատ ավելի աղքատիկ են, ավելի շատ տղամարդը սոմատիզացված էակ է, մարմնականացված եւ այնտեղ հորմոնալ փոփոխություններն են ավելի շատ գերակշռող, ոչ պսիխոէմոցիոնալ։ Իսկ կնոջ համար ինձի մերձեցումը կամ սիրով զբաղվելը դա իր մտերիմության, ինտիմության գագաթնակետն է, այսինքն ինքը այնչափ վստահություն եւ փոխադարձ հարգանք ունի եւ փոխադարձ սիրո զգացում ունի ցուկիկերոջ հետ, որ մտնում է սեռական փոխհարաբերության մեջ։ Սա կանանց համար բավականին դժվար հաղթահարելի process է։ Եվ այդ ժամանակ, երբ որ արդեն իր ենթագիտակցական աշխարհից ի հայտ է գալիս այդ էմոցիոնալ փոփոխությունները, առաջ են բերում դրա համար անհասկանալի զգացողություն։ Տղամարդկանց համար դա իրոք շոկային է։ Եվ դա կարող է ընկալվել տարբեր կերպ, առաջ բերելով նույնիսկ լուրջ անդորժողականություն, որոշակի այդ կոնֆլիկտային իրավիճակ, բայց սա իրապես կարող է լինել նաև ուրախության արդյունքներ, ասեմ ինչու, եւ որովհետեւ հետօրգաստիկ զգացողությունները կնոջ համար անսահման երևակայական եւ սպասումներով լի զգացողություններ են եւ այն իրավիճակ, երբ որ նա հասնում է արդեն իր այդ գագաթնակետին, նրա համար այդ երջանկության արդյունքները ամենա երջանիկ պահերն են, որը որ կարող է կինը զգալ եւ դա կարող է արտահայտվել իրապես այդ երջանկության զգացումով, որը կարող է դրսևորվել նաեւ արդյունքներով։ Սա ամենացանկալի արդյունքներն է, որը որ կնոջը կարելի է պարգևել։ Անմիջապես սիրով զբաղվելուց հետո երբեմն տղամարդիկ հեռանում են սենյակից կամ կանայք։ Որքանով է հարաբերություններում կնոջ կամ տղամարդու համար կարևոր ինտիմ մերձեցումից հետո շարունակել մնալ գրկախառնված եւ ոչ թե անմիջապես բաժանվել։ Այ կնոջ համար դա շատ կարևոր է հարաբերությունից հետո լինել իր ամուսնու կամ զուգընկերոջ կողքին գրկված եւ շրջապատված նրա ջերմությամբ։ Ինչու, որովհետև կնոջ եւ տղամարդու սեքսուալությունները իրարից բավականին տարբերվում են եւ կնոջ համար հետ օրգաստիկ շրջանում, հարաբերությանը հաջորդող շրջանում ինքը կարիք ունի հավելյալ մարմնական քնքշանքների եւ նույնիսկ շատ կանայք կարող են մտնել նոր կոպուլյատիվ ցիկլի մեջ, նոր հարաբերության ցիկլի մեջ ի տարբերություն տղամարդու։ Տղամարդու համար այդ հետ օրգաստիկ շրջանը, արդեն հարաբերության հաջորդող շրջանը, ոչ մի էմոցիոնալ եւ մարմնական գրգիռ նրան անհրաժեշտ չէ։ Եվ ահա այս մի տարբերությունն է սեքսուալ տեսանկյունից, որ տղամարդուն եւ կնոջը դարձնում է մի փոքր վիճելի այդ հարաբերությունից հետո հաջորդող շրջանում։ Իհարկե հոգատար եւ փորձառու տղամարդը անպայման կնոջը կշրջապատի եւ կպարուրի այդ ջերմության զգացումով, որպեսզի կնոջ մոտ միայնակության զգացում չառաջանա, որովհետեւ ինչպես ներկայացրեցինք, կնոջ համար ինձի մերձեցումից հետո դեռևս որոշակի ժամանակահատված անհրաժեշտ է գուրգուրանքների որոշակի պաշար։ Եվ այն զգացումը, որը որ նա հարաբերությունից հետո լինում է ճակերտավոր միայնակ եւ հարցպես ասած լքված, զուգընկերոջ կողմից կարող է պատճառ հանդիսանալ հաջորդ հարաբերության խուսափելուն եւ սեռական սառնության առաջացմանը։ Դուք խոսեցիք նաև վստահության մասին, որ կինը դժվարանում է սեռական հարաբերություն ունենալ, համարտու հետ ում չի վստահում։ Արդյոք հարաբերություններում հիասթափությունը կարող է բերել նրան, որ կինը այլևս ցանկություն էլ չունենա հարաբերություններ ունենալ։ Այսինքն վստահության պակասը հատկապես կնոջ պարագայում կարող է բերել սեռական հարաբերություններից խուսափման։ Այո, այդ փոխադարձ կատարյալ վստահությունն է, որ կնոջը հնարավորություն է տալիս ազատորեն եւ անկաշկանդ մտնել հարաբերության մեջ։
Տեսեք, նույնիսկ մեր մոտ այցելուների շրջանում, զույգերի շրջանում մենք հետաքրքիր մի հարցում ենք իրականացնում, հարցնում ենք զույգին, դուք պլանավորում եք երեխա ունենալ, նրանք պատասխանում են, որ ոչ, մենք արդեն իսկ ունենք 3 բալիկ դիցուք։ Իսկ ինչ մեթոդ եք կիրառում բեղմնականխման, նրանք ասում են, որ ոչ մի այսպես ասած մեթոդ, միայն ընդհատված սեռական ակտի մեթոդը, որը չափազանց սխալ է։ Ինչու՞, որովհետև նախ մենք ներկայացնում ենք, որ այդ մեթոդը բավականին ոչ վստահելի մեթոդ է։ Երկրորդ, դա ավելորդ լարվածություն եւ տագնապ է ստեղծում զույգերի մոտ։ Արդյոք կարողանա ժամանակին ընդհատել ակտը եւ որպեսզի անցանկալի իրենց համար հղիություն չարձանագրվի։ Եվ ամենակարևորը կնոջ համար այդ վստահության մթնոլորտը չի ստեղծվում, որովհետեւ կինը սիրում է, որպեսզի հարաբերության process-ում ինքը որոշակիորեն ղեկավարի կամ որոշակիորեն վստահ լինի հարաբերության անվտանգ լինելու մեջ։ Ուստի այդ պարագայում նախ շատ կարևոր է անվտանգ բեղմնականխման մեթոդի կիրառումը։ Եվ ընդհանուր առմամբ վստահությունը նաև գալիս է նրանից կնոջ, որ նույնիսկ հարաբերության ժամանակ, եթե տղամարդը ունի որոշակի սեքսուալ խնդիրներ, այդ դա սկսում է դրսևորվել։ Տեսեք, օրինակ, եթե տղամարդը ունի վախ, որ կարող է էրեկցիայի կորուստ ունենալ, տղամարդը ունի տագնապ, որ կարող է ունենալ վաղաժամ սերմնաժայթքում, ինքը դրանից որոշակիորեն շուտափույթ հարաբերության process-ում շուտափույթ գործողություններ է իրականացնում, որը կարող է ֆիզիկական դժվարություն կամ ֆիզիկական առումով պրոբլեմ ստեղծել կնոջ համար։ Դրանք կարող են նախորդել ոչ բավարար նախերգանքի շրջանը, հարաբերությունների ինտենսիվության առումով ֆրիկցիաների, այսինքն շարժումների ոչ գրագետ եւ ոչ ճիշտ իրականացումը։ Եվ այս ամենը կարևորագույն բացական էմոցիա կարող են առաջացնել կնոջ մոտ, որը որ հետագայում պատճառ հանդիսանա նաև սեռական սառնության եւ հարաբերություններից խուսափելուն։ Ուստի դրա համար մեր համար ամենակարևորը, որպեսզի զույգի համար իրականանա այդ ինտիմ մթնոլորտը իդեալական վստահելի պայմաններում։ Շատ հաճախ մենք ականատես ենք լինում խնդիրներ զույգի մոտ, երբ որ իրենց սենյակում քնում է երեխան։ Դա չափազանց մեծ խնդրեմ է հարուցում ծնողների մոտ։ Նախ առաջին հերթին կանայք լիարժեք չեն կարողանում դրսևորել այդ ժամանակ իրենց էմոցիաները։ Անընդհատ ուշքը կենտրոնացած է սևեռված է լինում երեխայի վրա։ Իհարկե անցանկալի է, որպեսզի երեխան պատահաբար թեկուզ ականատես լինի ծնողների փոխհարաբերությանը եւ ինտիմ հերձացմանը։ Դա չափազանց մեծ տրավմա է երեխայի համար եւ իր ներաշխարհում ունենում է շատ բացական ազդեցություն եւ հետագայում դա ամեն կերպ դրսևորվում է հենց իր սեռական կյանքը սկսելու ժամանակ։ Նաև շատ կարևոր իրավիճակ է, որպեսզի զույգերի համար լինի ընդհանուր առմամբ բարենպաստ մթնոլորտ, դրան նախորդող նաև պսիխոէմոցիոնալ բարերար իրավիճակ, որպեսզի կինը ըստ էության ամուսնական պարտքից ելնելով չկենակցի ամուսնու հետ, այլ իրոք լինի իր մեջ հասունացած ցանկություն, իրոք հասունացած այսպիսի էմոցիոնալ տաք իրավիճակ, որպեսզի նաև դա թողնի լավ հուշեր։ Եթե ընդհատված սեռական ակտը անցանկալի տարբերակ է պաշտպանվելու համար, թե անցանկալի հղիություններից եւ թե առհասարակ, ուրեմն որն է առավել ապահով ու գերադասելի պաշտպանվելու տարբերակը։ Պետք է ասել, որ ամենաանվնաս բեղմնականխման մեթոդը, անցանկալի հղիություններից խուսափելու մեթոդը դա մեխանիկական մեթոդներից պահպանակն է տղամարդու, որը որ համարվում է ամենաանվտանգը բժշկական տեսանկյունից, ինչպես նաև կնոջ ներարգանդային պարույրը, որը նույնպես համարվում է անվտանգ մեթոդներ։ Ահա այս պարագայում կարելի է, եթե նույնիսկ 1 եւ 2 մեթոդ իրար հետ զուգակցվում է, ստանում են կատարյալ պաշտպանություն այդ առումով եւ կատարյալ վստահություն անցանկալի հղիությունից խուսափելու տեսանկյունից։ Փոքր-ինչ ավելի պետք է երկրորդ պլանի վրա լինի հորմոնալ բեղմնականխիչ մեթոդների կիրառումը կամ այլ դեղորայքային մեթոդների կիրառումը։ Ամենաանվտանգը եւ ավելի քիչ վնասակարը կամ իրենց արդյունավետությամբ իրենց արդարացրած մեթոդները դա տղամարդու պահպանակի կիրառումն է, կնոջ ներարգանդային պարույրի կիրառումը։ Բժիշկ, արդյոք պահպանակի օգտագործումը բթացնում է զգացողությունները սեռական հարաբերության ժամանակ։
Որոշ տղամարդիկ կամ պետք է ասել, որ մեծամասամբ տղամարդիկ հենց այդպես էլ նշում են, ասում են, որ պահպանակի կիրառումը իրենց համար որոշակի զգացողությունների թուլացման կամ բթացման պատճառ կարող է հանդիսանալ, բայց թույլ տվեք չհամաձայնվել այդ բանման հետ, որովհետև մինչև այժմ գիտնականները գիտությունը պահպանակից առավել անվտանգ մեթոդ չի ստեղծել, նախ առաջինը անցանկալի խեղությունից պաշտպանվելու, բայց որ ամենակարևորն է սեռավարակներից պաշտպանվելու առումով։ Չէ՞ որ նա համարվում է գրեթե ճիշտ կիրառման պարագայում 98% եւ ավելի արդյունավետության միջոց, որը որ կանխում է սեռավարակներով վարակվելու վտանգը, ինչը ներկայումս բավականին մեծ խնդրահարույց է, որովհետեւ սեռավարակները իրենց ընթացքը փոխել են, դարձել են ավելի գաղտնընթաց, չեն դրսևորվում կլինիկական դրսևորումներով, ինչպես մոտ 20 եւ 30 տարի առաջ էին, այսինքն չունեն այն դասական կլինիկական դրսևորումները, անհատը չի կարողանում տարբերակել եւ կողմնորոշել, որ իր մոտ կարգա է սեռավարակ, հաճախ չեն դիմում բժշկի, դեղորայքային կայունության որոշակի խնդիրներ ենք արձանագրում, այսինքն ինֆեկցիաները դարձել են դեղորայքակայուն, ու ուստի եւ այս ամբողջ կոնտեքստից ելնելով արկա է լինում ինֆեկցիաների քրոնիզացիայի հակում, եւ այդ ինֆեկցիաները սեռավարակները անցնում են քրոնիկ փուլ, առաջ բերելով արդեն անպտղություն։ Ուստի դրա համար մենք բացառապես խորհուրդ ենք տալիս ցանկացած պարագայում պահպանակի կիրառում, որը որ ճիշտ կիրառման պարագայում 98% եւ ավելի արդյունավետությամբ կանխում է սեռավարակների եւ անցանկալի հեղության հավանականությունը։ Արդյոք հնարավոր է բիոմատերիալը հետագա բեղմնավորումների համար օգտագործել պահպանակի միջի, որովհետև տարբեր խոսակցություններ են շրջանառվում։ Արդյոք պահպանակի միջի բիոմատերիալը տղամարդու հետագայում պիտանի է բեղմնավորման համար։ Իրապես այո, այդպիսի լեգենդներ պատտվում են եւ այդպիսի խոսակցություններ կան, որ դա կարող է եւ կիրառել են նաեւ տարբեր բեղմնավորումներ իրականացնելու համար, բայց իրապես պետք է ասել, որ դրա բեղմնավորման ունակությունը, ֆերտիլությունը չափազանց ցածր է, որովհետեւ նախ առաջին ինքը շփվում է պահպանակի ներսային մակերեսին գտնվող նյութերի հետ, որը դենատուրացնում կամ որոշակիորեն կազմափոխում է այդ սպիտակուցային այդ բաղադրությունը, որը որ ունի սերմնահեղուկը որպես բիոմատերիալ, բիոնյութ, կենսանյութ, երկրորդ նաև ինքնին որոշակի ջերմաշճանային գործոններ, այսինքն իր տեղափոխում որոշակի պաթոլոգիկ ազդեցություն են ունենում սերմնաբիջների շարժունակության վրա, եւ նաեւ ջերմաշճանային գործոնը, որ տարբեր ջերմաշճաններում տեղադրվելու պարագայում այդ կենսանյութը արագ կորցնում է իր կենսունակությունը եւ ֆերտիլությունը, բեղմնավորող ունակությունը։ Ուստի այդ լեգենդներին մի քիչ չպետք է հավատալ, կամ բացառիկ դեպքերում պետք է լինի այնպիսի ֆերտիլ բացառիկ ունակություններով սերմնահեղուկ, որի տեղափոխման, ջերմաշճանային վնասվածքները կամ տրավմատիկ գործոնները չազդեն նրա բեղմնավորող ունակության վրա եւ դրանով իսկ հնարավոր լինի որոշակի անհատի կամ այլ մարդկանց բեղմնավորել, որը իհարկե ավելի քիչ հավանական է։ Առավելագույնը քանի ժամ կարող է պահպանակում սերմնաբջիջը իր կենսունակությունը պահպանել։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ լաբորատոր պայմաններում տղամարդը չի կարողանում վերցնել սերմնահեղուկ հետազոտման համար, որպես կենսանմուշ, մենք այդ մեթոդը պահպանակով հարաբերությունը եւ պահպանակից տեղափոխումը խորհուրդ չենք տալիս, որովհետեւ դա կատարելապես վնասում է սերմնահեղուկի որակական եւ քանակական հատկանիշները։ Նույնիսկ հետազոտության համար մենք այդ մեթոդը չենք կիրառում, այլ փոխարինող մեթոդներ ենք կիրառում։ Ուստի դրա համար ժամային ֆիքսում հնարավոր չէ։ Դա իհարկե պայմանավորված է պահպանակի ներսային շերտում գտնվող քիմիական նյութերի կամ քսանյութերի բաղադրությամբ, կազմությամբ եւ որոշակի այլ գործոններով։ Նախքան հաջորդ հարցը հնչեցնել է, ուզում եմ ձեզ հիշեցնել բաժանորդագրվելու մասին։ Սեղմեք զանգակին հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար առաջարկեք թեմաներ, առաջարկեք հյուրերի ում կուզենայիք տեսնել մեր տաղավարում, առաջարկեք այն ամենը, ինչի մասին ուզում եք տեղեկացվել։ Մեկնաբանությունների բաժնում նաև բժշկին կարող եք գրել ձեր հարցերը միգուցե եւ պատասխանի։ Եվ այսպես բժիշկ, մենք խոսեցինք, որ սեռական ակտից հետո տարբեր տեսակի հույզեր ու զգացողություններ կարող է առաջանալ, սակայն նախքան դա այդ ֆլիրտ կոչվածը երբվանից է
մարդկանց փոխհարաբերություններում սկսում հասունանալ միտքը, որ կարող են եւ սեռական հարաբերություն ունենալ, թե ֆլիրտը այդպես էլ կարող է անցնի ու գնա։ Արդյոք ֆլիրտի հիմնական նպատակը արդյունքում ունենալ սեռական հարաբերություն։ Այ շատ ճիշտ եք, որովհետև կոպուլյացիվ ցիկլը մեծ հասկացողությամբ առաջին գործողությունը դա սեռական դոմինանտի ձևավորումն է ուղեղում։ Դա այդ միտքն է, որը որ մարդուն տրամադրում է դեպի կոպուլյացիա, այսինքն փոխհարաբերություն մեծ իմաստով։ Կոպուլյացիվ ցիկլը չի սահմանափակում կամ միայն չի տրամաբանական ավարտվում միայն սեռական մերձեցմամբ, այլ այն ամբողջական հասկացողություն է, որին նախորդում է մեծ նախերգանքի կամ նախորդող շրջան, դա կարող է լինել, կարող է դրսևորել մարդու վարքագծով, միջանձնային փոխհարաբերությամբ եւ սեռական կյանքի այլընտրանքային ձևերի դրսևորմամբ։ Օրինակ, պետք է ասեմ, որ պարը հանդիսանում է սեռական կյանքի այլընտրանքային ձևերից մեկը։ Իհարկե բարի որոշ տեսակներ են։ Այո։ Եվ ասեմ, որ այն անձինք, այն զույգերը, որոնց մոտ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ իրականացնել դասական հարաբերությունը, նրանք անպայման դիմում են սեռական կյանքի այլընտրանքային ձևերին, նույնիսկ գենիտալ ձևերին, դա իհարկե իր մեջ ներառում է էրոտիկ հնչյունքներ, գուրգուրանքներ, շատ զույգեր կարող են սահմանափակվել միայն դրանով։ Եվ եթե ունեն իրենք ինտիմ փոխհարաբերության հետ կապված որոշակի խնդիրներ, դիցոք օրինակ տղամարդու մոտ կա էրեկցիլ դիսֆունկցիա արտահայտված, կամ կնոջ մոտ կա վախերի պատճառով առաջացած վագինիզմ, անհնարին է հարաբերությունը։ Նրանք ինչ են անում, նրանք տարիներ շարունակ կարող են քողարկել այդ խնդիրը եւ իրար հետ ապրել այդ ձեր մատնանշած նախերգանքային կամ ֆլիրտային սեռական կյանքով, այսինքն ոչ գենիտալ, արտագենիտալ սեռական կյանքով, որը որ նույնպես համարվում է սեռական կյանքի այլընտրանքային ձևեր, բայց սակայն ռեպրոդուկտիվ ոչ մի արդյունք չի ապահովում, այսինքն բալիկ չեն կարող ունենալ այս պարագայում։ Փոխհարաբերությունները կին տղամարդ, չգիտեմ, դիցուկ աշխատատեղում այդ ֆլիրտ կոչվածը ի սկզբանե երբ մեկը մյուսի հանդեպ ֆլիրտ է ձեռնարկում կամ ձևավորվում է այդպիսի մթնոլորտ, դրա հանգուցալուծումը պատկերացնում են սեռական հարաբերությունը, թե սա պարզապես խաղիկ է, որը հենց այդ մակարդակում էլ կարող է մնալ։ Հիմնականում տղամարդկանց մտածողության կերպը շատ ավելի մարմնական է եւ նրանց մոտ այդ ֆլիրտային փոխհարաբերությունները ենթագիտակցական եւ գիտակցական մակարդակում ավարտվում են, իրենց պատկերացումներում, իրենց սպասումներում ավարտվում են սեռական հարաբերությամբ։ Կանանց պարագայում մի փոքր այլ է։ Կանայք շատ ավելի էմոցիոնալ են այդ տեսանկյունից եւ պսիխոէմոցիոնալ կոմպոնենտը նրանց համար կարեւորագույն է։ Նրանց համար բուն հարաբերության process-ը այդչափ կարեւոր չէ։ Ես բազմաթիվ անգամներ մեր դիմաց պացիենտների նշում եմ, ինչու որովհետեւ կնոջ պսիխոէմոցիոնալ տեսակը այնպեսին է սեքսուալության առանձնահատկությունը, որ նրա համար ավելի կարեւոր է, առավել կարեւոր է այդ նախերգանքային շրջանը, այդ մտերմությունը, ինտիմությունը, ընկերական փոխհարաբերությունները, բուն հարաբերության պահը նրանց համար ոչ այդքան կարևոր է, որքան նախերգանքը։ Ուստի դրա համար որոշակիորեն տարբեր են սպասումները, կնոջ պարագայում սպասումները այլ են, տղամարդու պարագայում ավելի մարմնական են։ Այսինքն ֆլիրտի գնացող տղամարդու ակնկալիքը արդյունքում սեռական հարաբերություն։ Այո, եթե նա չունի որևէ սեռական խնդիր, եթե նրա մոտ իդեալական գործում է սեքսուալ ֆունկցիան, ապա վերջնարդյունքում ինքը պատկերացնում է ինտիմ մերձեցում։ Ինչու մարդը սեռական հարաբերություն ունենալուց հետո ունենում է գլխացավ, փռշտոց, տարբեր նյարդային ինչ-որ դրսևորումներ, արյան ճնշումի բարձրացում։ Այո, սա շատ բնորոշ սիմպտոմոկոմպլեքս է, սինդրոմ է, որը կոչվում է post-orgastic syndrome, հետ-օրգաստիկ սինդրոմ։ Սա ախտանիշների մի համակցություն է, որը երբեմն դրսևորվում է հաճախ տղամարդկանց մոտ եւ սեռական հարաբերությունից հետո այդ օրգազմից հետո նրանց մոտ սկսում է դրսևորվել ալերգիկ ռեակցիաներ, հարբուխ, քթի փակվածություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտներ, ճնշման անկում երբեմն եւ անհատ այնքան վատ է զգում իրեն, որ նույնիսկ կարող է 1-2 օր անկողնուց չվեր կենալ։ Եվ այդ բացասական էմոցիաները եւ հուշերը նրանց սկսում են
անդադ հեռու պահել հաջորդ մերձեցումից, հաջորդ հարաբերությունից։ Իհարկե, կանանց մոտ նույնպես այս երևույթը կարող է դրսևորվել, բայց շատ ավելի մեղմ սիմպտոմոկոմպլեքսով, ավելի մեղմ արտահայտված խնդիրներով։ Պատճառագիտությունը իհարկե մինչև վերջ ուսումնասիրված եւ պարզաբանված չէ հետօրգաստիկ համախտանիշի, բայց պետք է ասել, որ դա ուղեղի նեյրոմեդիատորների փոխանակության եւ այդպես նյութափոխանակության խանգարման արդյունքում է դրսևորվում եւ մենք գործ ունենք նեյրոփսիխոգեն process-ի հետ, որ պետք է անպայման կոռեկցիայի ենթարկենք, կարգավորենք եւ լուծենք, որովհետեւ սա կարող է հանգեցնել մարդու մոտ լիարժեք սեռական կյանքից հրաժարվելուն, որը կոչվում է սեքսուալ ավերսիա։ Բժիշկ, արդյոք տղամարդու համար կինը քիչ հետաքրքրություններ իրենից ներկայացնում, երբ նախաձեռնողն է դառնում։ Իրապես մենք շփվում ենք զույգերի հետ, երբ որ սկզբնական շրջանում ամուսնության սկզբից կամ իրենց ընկերություն անելու սկզբնական ժամանակահատվածում հավասարապես նախաձեռնություն են ցուցաբերել ինձի մերձեցման համար։ Մենք այս հարցը միշտ տալիս ենք, որովհետև շատ կարևոր է թե հարաբերություն ունենալու ինիցիատիվան, նախաձեռնությունը ումից է գալիս։ Կնոջից թե տղամարդուց թե հավասարապես։ Միշտ զույգերը նշում են, որ սկզբնական շրջանում հավասարապես եկել է երկուսից։ Երկուստեք։ Բայց որոշակի ժամանակահատված հետո մեր հայ տղամարդու հոգեկերտվածքի առանձնահատկություններից ելնելով տղամարդուն սկսում է դուր չգալ կնոջ նախաձեռնողականությունը ինձի մերձեցում սկսելու։ Եվ նա կամա թե ակամա, ուղիղ թե անուղղակի ձևով փորձում է սաստել եւ որոշակիորեն իջեցնել այդ նախաձեռնողականությունը կնոջ ինձի մերձեցում հրահրելու։ Նու սկսելու։ Չգիտեմ ինչու է այդպես, բայց շատ տղամարդկանց մոտ է այդպես։ Իրապես ասեմ, որ հետագայում արդեն տարիների ընթացքում նրանք փոշմանում են այդ բանի համար, որ իրենք կնոջը որոշակիորեն իսկ կնոջ համար դա մտնում է իր հիշողության մեջ եւ ինքը ել կյանքում չի նախաձեռնում։ Եվ հայկինն էլ այդպիսի առանձնահատկություն ունի։ Ինձ թվում է մենք հայ հասարակության եք ուսումնասիրել։ Եվ հետագայում առաջանում է միպիսի մի իրավիճակ, երբ որ արդեն հասուն տարիքում տղամարդը ունի որոշակիորեն կնոջ կողմից նախաձեռնություն սկսելու կարիք, բայց այդ ժամանակ էլ կնոջ ինքնասիրությունն է խոսում եւ ասում է հիշում ես այն երիտասարդ ժամանակ դու ինձ ասում էիր եւ չէիր գովում կամ չէիր քաջալերում, որ ես նախաձեռնություն բերեմ, այս պարագայում արդեն ինքը լռում է։ Եվ դա մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Դրա համար մենք զույգերին այս առումով նաեւ խորհուրդ ենք տալիս, որպեսզի երբեք կնոջ ինիցիատիվան ինձի մերձեցում սկսելու չսաստեն եւ միշտ քաջալերեն եւ աջակցեն, որպեսզի հետագայում նաեւ իրենց համար դա օգնական եւ նպաստավոր լինի, որովհետեւ ավելի հասուն տարիքում, ավելի մեծ տարիքում միշտ կարիք է լինում կնոջ ավելի ակտիվ նախաձեռնողական մոտեցմանը։ Արդյոք բացակայության, վստահության, ցանկության ցուցանիշ է հարաբերություններից հրաժարվելը։ Հարաբերությունների բացակայությունը ինչի հետևանք սա կարող է լինել երկարատև հարաբերությունների պարագայում։ Ասեմ, որ նախ սեռական ցանկության նվազումը ինքնին ներկայիս ժամանակահատվածում ամենամեծ սեքսուալ խնդիրներից մեկն է։ Ներկայիս հասարակությունը 30%-ով ավելի пассив է սեքսուալ ակտիվության տեսանկյունից, քան այդ նույն տարիքային խումբը 15-20 տարի առաջ։ Եվ սա արվել է մեծամասշտաբ հետազոտություններ եւ պարզվել է, որ ներկայումս սեռական ակտիվությունը ընկնում է, տենդենց կա արդեն 30% ընկել է։ Նո իհարկե բազմաթիվ պատճառներով է դա պայմանավորված, բազմաթիվ գործոններով, ստրեսային գործոններ, աշխատանքային գերծանրաբեռնվածություն, քնի ռեժիմի խանգարում, սոցցանցերի մուտք ամբողջական մեր կյանքի եւ ռեալ իրական շփումների բացակայություն կամ կրճատում։ Բայց այստեղ իր դերը ունի նաև չլուծված սեքսուալ խնդիրները։ Այն սեքսուալ խնդիրները, որոնք որ առկա են տղամարդու մոտ եւ ինչու՞ չէ նաև կնոջ մոտ, որոնք քողարկվել են, որոնք չեն բարձրաձայնվել եւ չեն լուծվել, դրանք պատճառ են հանդիսանում սեռական կյանքից խուսափելուն։ Երբ որ մենք տղամարդուն հարցնում ենք, իսկ ի՞նչն է պատճառը, որ դուք նշում եք, որ վերջի հարաբերություն ունեցել եք 1 ամիս առաջ, ասում է վախը, տագնապը, որ չի ստացվի։ Ինքը չի փորձում կնոջ կինը նրբանկատորեն չի բարձրաձայնում եւ այդպես գնում է։ Կամ հակառակը,
ինքը նախաձեռնում է կնոջ մոտ է սեքսուալ խնդիրը, կինը նրբանկատորեն հրաժարվում է կամ ընդդիմանում է կամ փոխում է ինչ որ մի իրավիճակ եւ այսպես մնում է շարունակ այսպես տղամարդը հուսալքվում է եւ արդեն այլևս չի նախաձեռնում առաջանում է սեքսուալ աներդաշնակություն զույգի, ինչը կարող է հանգեցնել հետագայում ամուսնալուծության։ Բժիշկ, որ հարաբերություններն է, որ դեռ պետք չէ կործանված ու տապալված համարել, որ դադարի տևողությունն է, որ դեռ ռեանիմացիայի ենթակա է եւ արդյոք կա ինչ որ մի բաղադրատոմս, վարքաձև, մտքեր, պահվածք, որը կարող է վերակենդանացնել տևական հարաբերությունները, որոնք ինչ որ պատճառներով այսպես քնած շրջան են ապրում։ Զույգի կամ ամուսնական զույգի սեռական հարաբերությունների սառնությունը լուրջ խոչընդոտ է ընդհանուր նրանց միջանձնային ջերմ եւ կայուն փոխհարաբերությունների համար։ Ասեմ, որ ընտանեկան փոխհարաբերություններում կարևորագույն կայունացնող ֆակտոր է հանդիսանում ռեգուլյար առողջ սեռական կյանքը։ Դա բացարձակ ճշմարտություն է։ Այս սեռական հարաբերություններում սառնությունը, որ ցկվել է արդեն 1, 2, 3 ամիս, տարբեր սեռական կոնստիտուցիայի անհատների մոտ դեռևս ունակ է վերականգնվելու։ Ասեմ, որ այդպիսի ժամանակահատված գոյություն չունի, որը հնարավոր չէ վերականգնել։ Սա միֆ է, բայց շատ ավելի դժվար է լինում եւ զույգի մոտ առաջանում է սեքսուալ ֆունկցիայի ապամարզվածություն։ Սա հետաքրքիր մի ֆենոմեն է, երբ որ զույգերի մոտ առաջանում է վախ, անվստահություն միմյանց նկատմամբ եւ ինձի մերձեցում նախաձեռնելու անվստահություն։ Եվ սա հաղթարելը մի փոքր դժվար է լինում, նույնիսկ պահանջում է բժշկական միջամտություն, բժշկական օգնություն, դեղորայքային այդ поддерживающий օգնող դեղորայքային վերականգնողական ռեաբիլիտացիոն բուժումներ, ինչը որ մենք իրականացնում ենք։ Ամեն դեպքում կարևորը կնոջ եւ տղամարդու ցանկությունն է վերականգնել հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք, սեքսոլոգիան պատրաստ է, ունի բոլոր հնարավորությունները այդ հարաբերությունները վերականգնելու։ Որ պարագայում է, որ առողջությանը վնաս է սեքսով զբաղվելը կամ ոչ։ Իսկ եթե այլ կերպ հարցս ձևավորեմ, արդյոք երկարատև սեռական հարաբերություններ չունենալը վնաս է առողջությանը, կամ որն է այն չափից ավել հաճախականությունը, որը նույնպես վնաս է առողջությանը։ Ասեմ, որ չափից ավել հաճախականություն հնարավոր չէ, եթե անհատը չի կիրառում որոշակի սիմուլյատորներ։ Այսինքն, եթե սեռական հարաբերության հաճախականությունը պայմանավորված է զուտ տվյալ անհատի սեռական կոնստիտուցիայի տիպով, այսինքն իր կոնստիտուցիոնալ սեռական պահանջմունքի ռեալիզացիան է դա, ոչ մի խնդիր չկա, այսինքն նա չի կարող ավելին ունենալ, քան ինքը ունակ է։ Եթե չի կիրառվում որոշակի սիմուլյատորներ դեղորայքային կամ չի գտնվում որոշակի թմրահմտերի ազդեցության տակ։ Դա մեկը միշտ պետք է ֆիքսենք եւ արձանագրենք։ Երկրորդ սեռական հարաբերությունը, սեռական կյանքը ոչ մի բանի վնաս չէ։ Այսինքն, եթե մենք կարծում ենք, որ անհատի մոտ առկա է սիրտ անոթային խնդիրներ կամ եւ այլ եւ նրան հակացուցված է որևէ սեռականություն, դա այդպես չէ։ Ես բազմիցս ասել եմ, եթե անհատը ունակ է բարձրանալու 2 հարկ աստիճաններով եւ չի ունենում արտահայտված հեվոց կամ որևէ շնչառկերություն կամ սրտային անբարություն, ապա նա կարող է ունենալ սեռական ակտիվություն։ Դա գրեթե համարժեք է այդ ակտիվության, ինչը որ նշեցի, ֆիզիկական ակտիվության, ինչը որ նշեցի։ Իսկ երկարատև սեռական ձեռնպահությունները, այսինքն աբստինենցիաները, այսինքն սեռական կյանքից հրաժարումը, եթե նախորդել է ռեգուլյար սեռական կյանք, դա ավելի վնասակար է, ավելի վտանգավոր է եւ ավելի որոշակի բացական հետևանքներ է ունենում, քան թե եթե անհատը ընդհանրապես չի զբաղվել սեռական կյանքով։ Եվ տղամարդու եւ կնոջ մոտ տարբեր կերպ է արտահայտվում երկարատև սեռական ձեռնպահությունները, այսինքն հարաբերություններ չունենալը, սեռական կյանքի բացակայությունը տղամարդկանց մոտ որոշակի շագանակագեղձի կանգային երևույթներ առաջացնում, միզասեռական օրգաններում կանգային երևույթներ, որոշակի նաև կարող է պատճառ հանդիսանալ նաև կանանց մոտ իմունիտետի անկման, որոշակի գիտնականներ նշում են սեռական օրգանների իջեցմանն է կարող է նպաստել մաշկի էլաստիկության խնդիրների առաջացմանը։ Դա իհարկե խոսքի վերաբերում, եթե անհատը ապրել է սեռական կյանքով եւ կտրուկ երկար ժամանակ բացակայում է այն։ Կլիմաքսի շրջանը կարող է հետաձգվել ի շնորհիվ ռեգուլար սեռական հարաբերության։ Ասեմ, որ կլիմաքսը դա մի քիչ այլ process է, որը որ անմիջականորեն կապ չունի սեռական կյանքի հետ։ Այն ավելի շատ վերարտադրողական ֆունկցիայի դադարի
ֆենոմեն է կնոջ մոտ եւ հորմոնալ որոշակի վերակառուցումներ, բայց դա ոչ պատճառ է, ոչ էլ հետևանք է սեռական կյանքի, այսինքն սեռական կյանքը կարող է շատ լավ վստահելի, ավելի ակտիվ եւ ավելի բուրըն շարունակել նաեւ կլիմակտերիկ շրջանում։ Սա նույնպես խոչընդոտել չէ։ Այո, ոչ էլ հակացություն։ Ընդհակառակը կինը շատ ավելի ինքնավստահ է լինում, որտեվ այդ բեղմնարման վտանգն է նաեւ վերանում եւ ինքը շատ ավելի ազատ է լինում այդ ժամանակ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, Բժիշկ։ Ես եմ շնորհակալ։ Գրեք մեկնաբանություններ, գրեք թեմաներ, գրեք ում կուզենայիք տեսնել մեր տաղավարում։ Եթե սեռական ակտից հետո ձեր զուգընկերը ծիծաղում է, լացում է կամ դժգոհում գլխացավից, ոչ, դուք մեղավոր չեք, նա ձեզ շարունակում է սիրել։ Պարզապես այդպես է արտահայտվում սեքսից հետո նրա օրգանիզմի ռեակցիան։ Հանդիպելու ենք կրկին, առայժմ։